Ինչ հետևանքներով է հղի իրավիճակը, երբ ընտանիքում մոտեցումները երեխայի դաստիարակությանը վերաբերող ոչ միայն հակասական են, այլև մարտնչող։ Առաջնային ու կարևոր է որոշում կայացնել տարբեր իրավիճակների մասով մենք ինչ դիրքորոշում ենք ունենալու եւ շատ ցանկալի է, որ եթե դրանք երեխայի կյանքի անվտանգության, ամբողջականության, հոգեկան առողջության վերաբերվող հարցեր են, այդ հարցերում լինել համակարծիք։ Ինձ թվում է ցանկացած նմանատիպ իրավիճակում բանալին հաղորդակցումն է։ Ծնողները իրենց համար պետք է այդ հարցի պատասխանը իմանան եւ առաջնորդվեն հետեւյալ հարցով. Ես սա սահմանափակում եմ, որովհետև իմ վախերն են, իմ տագնապներն են, իմ կարիքներն են, թե ես դա անում եմ երեխայի գերագույն շահի համար։ Եվ կարծում եմ ծնողների մոտ հատման կետը միշտ երեխայի գերագույն շահը պետք է լինի։ Եթե այդ կետի շուրջ է հաղորդակցումը իրականացվում, հնարավոր է գալ կոմպրոմիսի։ Իսկ կոմպրոմիսը ենթադրում է Միքայել ես, Միքայել դու, որ կետում է, որ տեղում է, որ մենք իրար հետ ունենք համաձայնություն։ Օրինակի համար տանը բազմոցին չի կարելի ցատկոտել, բայց դու պատրաստ ես, եթե օրինակ ուզում ես, որ երեխան կոփվի, ցատկոտի եւ հասկանա ինչի մասին է նաեւ դա, պատրաստ է շաբաթական 3 անգամ նրան տանել բատուտ համապատասխան վայր, որտեղ կկարողանա ցատկոտել եւ իրեն հաճելի կլինի եւ դուք իրար հետ ժամանակ կանցկացնեք։ Այսինքն այսպիսի կոմպրոմիսների անընդհատ գալը ծնողների եւ մեծահասակների պարտականությունն է, ոչ թե երեխայի։ Երեխան չպետք է լուծի այն հարցը, հիմա այս իրավիճակում ում մոտ գնամ, որ ինձ թույլ տան անել այն, ինչ ես ուզում եմ անել։ Իսկ երեխան դա փորձելու է։